Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր նոր վլոգը, շարունակեմ իմ խոսքը, ինչպես տեսնում եք այստեղ մեր ուղիղ եթերներում պատրաստված արքայան նարնջի չիրն է չորանում, ընդամենը 3 եմ ուղիղ եթերում մաքրել, ձեզ ցուցադրել և պատրաստել, կախել եմ, արդեն առավոտ է, պետք է ինչպես միշտ իրենց մի քիչ շատ սիրենք, այսպես մասաժանենք, որ փափուկանան, լավնանան, հետո կամաց սկսեն չորանալ, մքվել ու դառնան համեղ կարալյոկի չիր, ինչպես մենք ենք սիրում անվանել, հա։ Այսպես ամեն տարի նոր տարին սկսում ենք կարալյոկի չիրից, արդեն ոչ թե մանդարինից, ինչպես տեսնում եք առավոտ վաղ է, առավոտյան ժամը 6:30-7 է, այդպես դաժե 8-ն էլ չկա դեռ, ամուսնյակս գործի պետք է գնա, արթնացել ենք, սուրճ եմ դրել, միասին սրճում ենք իրեն, ճանապարհում եմ և սկսում ենք օրը ու մեր նոր վլոգը։ Առավոտյան ժամը 8-ն է, բոլորին բարի լույս, արև չկա, մութ է մեր մոտ, պայտուհանը բացում ենք, թե չէ այս խվոստիկը գալիս է, խվոստիկ, ուշաստիկ, վույշ։ Այն ինչ ծտեր են ճալվոլում, ակռավներ են, թե ինչեր են, չես ջոգում, առավոտ շուտ նրանցերներին։ Մեր Հայաստանի ծիտիկների ծլվոլոց շատ նուրբ ու նեժնի, աստայի նխի են սենց կրկռում։ Բայց հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կլինի, չէ, Փիսո, փիսք, ты так думаешь, да? Ты тоже так думаешь, Ара? Ай, хвостик. Ой, хвостатик, котик, наш красивчик. Արի ցուրտա, փակեցինք, պատուհանը փակեցինք, դուրս արի, ես կոմ արի, ցուրտ այ տղա դեսնարի, արի, ուղարկի սենց կիսան բացանենք, մի քիչ մաքուրոց շնչենք, խիղճը մնաց տայնա, վուճ մոխլոսի կրա, красавчик мой, красавчик, дружочек мой, вуют им кизи, любишь матерас, այ дружочек. Սիրելիներս մի անգամ եւս ողջունում եմ բոլորիդ, արդեն հավաքված մաքրված իմ բնակարանից, քանի որ այս մի կողմից ցուցադրեմ, քանի որ արդեն եկել ենք հասել ենք այն этаպին, որ արթնանում ենք, մեր մահճակալները հավաքում ենք եւ տունը արդեն իդեալական եւ մաքուր է եւ հավաքված իրերը բոլորը ամբողջովին իրենց տեղերում են, բալկոնում ինչպես միշտ լվացք ունենք, փռատ անհնար է որ չլինի, ծաղիկներս մի քիչ ձևափոխել եմ, խոհանոցը միշտ հավաքված է, արդեն ամեն ինչ իրեն տեղում տեղադրված է, ծաղիկներն եմ ուզում ցույց տամ, այն մեծ գարշոճկի մեջից հանել եմ, այսպես իմ ուզած ձևով, սա իմ երազանքներ, որ սրա մեջ տեղավորեի, հույս ունեմ չի չորանա կաճի։ Այդպես հավաքվել է ամեն ինչ, լուստրաներն էլ երեկոյան լվացա մաքրեցի, թե խոհանոցինը, թե միջանցքինը եւ թե Արսենչիկի սենյակինը, սել Արսենի սենյակն է, չեմ ուզում չի կարելի, երեխա է իրան վեշերն է, մանրամասը նկարահանել չեմ ուզում, այսպես մի հատ կարավաթա, մի հատ հələ այն գժին որտե է նստած։ Ցելոֆանա կտե պուզրճիտի։ Մի խոսքով, էդ էլ Փիսոն։ Էսի մի հատ սեղանա տեղ, այնտեղ իրեն էլ եմ ցույց տվել չնայած իրեն ֆուտբոլի մրցանակներն է հերթական, տարիներ շարունակ ֆուտբոլով զբաղվելուց եղել, խիստ անձնական իրեր են, պետք չի որ ցույց տամ, այստեղ իրեն շկաֆն է, այսենց մի հատ փոքրիկ սենյակ է, միշտ ասում եք ցույց տուր, խնդրեմ, կարավաթը մի անկյունից, շկաֆը մի անկյունից, սեղանը մի անկյունից, Արսենչիկի սենյակից վերջացրեցինք, լուստրաներս մաքրած են, լվացած են, ամեն ինչ հավաքված է, այստեղից վերջացրած ենք։ Հիմա այս սեղանը պետքա բացեմ, մի քիչ սպիտակեղեն ունեմ հարթուկելու, այդ սպիտակեղենը կհարթուկեմ, այդպես, բայց ախր այդ բայցերը չեն վերանում, բայց կա նաև Հասմիկի սենյակը, Торжественный եմ բացում, որովհետև տադադադամ, այստեղ դեռ ոչ մի բան չեմ արել, խեղճ երեխու սենյակը, ասես, սկլադ լինի, մի կերպ բարձրանում ա, քնում ա կարևոր, տեղաշորը մաքրել եմ, լվացել եմ, շատ սիրուն սպիտակեղեն ունի, գնանք վարագույրները բացենք, քանի որ այսօր մի քիչ տաք ա, դեռ մինուս չկա, վաղվանից նոր մինուս ա լինելու, այսինքն այս գիշեր վերջին նորմալ օրն ա,
Գոնե այդ մի պատուհանը պետքա լվանամ, հետո կգամ տուն ու գնամ գործի, հա, հետո կգամ տուն ու այս ամեն ինչը կվերացնեմ այնտեղ լվացք է փռված, այստեղով այս սպիտակեղենը տանում եմ հիմա հարթուկ եմ, կոսմետիկաս վերջապես եկավ այն պահը, որ իմ անձնական իրերն են արդեն պետք է հավաքեմ, տանեմ, մաքրտեմ փոշիներից, թե նենց ժամկետանց ամանները թափեմ, մի խոսքով սենց մի լավ ու բորկա անեմ, Այս սենյակից, այս սենյակ, այս սենյակից, այն սենյակ ու վերջնական այս սենյակն էլ ձեզ գեղեցիկ տեսքով կներկայացնեմ, խոստանում եմ ու շարունակում եմ վլոգս, այս 3 վլոգներս կլինեն կիսամաքրության, չգիտեմ ինչի, ոնց է իրան լավ զգում մեր տանը, իսկ զյուկը, այստեղ էլ մեր սիրուն ռամկաներն են հարսանեկան, որը համռանը հարսանիքի էինք մասնակցել, նայեք, սիրուն կադրեր, Այս իմ պուտյուրիկ սրտիկն է, որը չի ուզում, որ իրան ոչ մի անգամ ցույց տանք, այստեղ իմ հարազատներս են, բոլորդ գիտեք արդեն, քույրիկս, փեսաս, ամուսինս ես, այս իմ պուտյուր սրտիկ բալանա, այնտեղ մենք ենք ջահել ժամանակ, այս էլ ես ու քույրիկս ենք առանձին այսպես, սիրուններս մեր հեռուստացույցը, ինչ ասեմ, Եկեք վայելենք այսօրվա օրը, մուսռի տոպրակն ընդեղից կտանեմ կներեք, մեկ որ շատ լծվում է հանում մտե կախում եմ, որ հետո տանենք, շատերն էիք ասել, բա ձեր տները ցույց կտաս, ցույց եմ տալիս, թանկարժեք մեբելներ չունենք, ոչ մի բան չունենք, հասարակ, պարզ, հասարակ ու ինչպես ասում են, հարմարավետ, այս էլ մեր փիսիկը, սա էլ մեր արդեն հաջորդ դուռն է, ինչ է բացվում այստեղից, մեր լոգարանն է, Խնդրեմ ամեն ինչ մաքրվել է, արդեն սպիտակ, գեղեցիկ, մի անգամ եւս մի քիչ կթարմացնեմ, կթեթևանա ամեն ինչ մեր գործերը, էլի լվացքս միացրած է նորից մեր օրվա գործերով։ Այսպես, սիրելիներս, անցա գործի։ Хочу снимать специально для моих соседей. Смотрите, ваш дым, где обычно, когда вы курите, уважаемые соседи, в вашем квартире или в вашем окошко открываете в доме, не выходите в подъезд через тот балкон, который предназначен для курения, вот это вот так творяется чудеса. Смотрите, это окно, которое я хочу помыть. Вот. Дым откуда? У нас же никто не курит. Ни муж, ни сын. Пожалуйста, то же самое. Вся в дыме. Кто хочет знать, что в ящике? Угадайте, что в ящике. Закрыли, взяли. Ой, около 5 килограмм. Давайте откроем. Кто угадает, тому 5 с пятеркой. Плюсом еще. Այսքան վեշերը հանել եմ սենյակից ասոյի, որ պետքա տեղավորեմ ժողովուրդ ջան։ Հանել եմ մեկի մեջ կծիկներ աթելերա, որտից եմ ես այսքան խնջիլ քաղաքել, ես էլ չգիտեմ։ Հիմա պետքա ամբողջ այս ամեն ինչ դատարկել։ Մի հատ լավ մաքրել, լվանալ, մի հատ դասավորել։ Տենալ պետքա կամ բաներ կա, չէ։ Դե հələ մի հատ ուգադайте ինչ կա ящик։ Угадали? Не угадали, наверное. Да-да-да-да. Открываем. Թե որ գործ անենք, ես գիժը մտնում եմ մեջը, այ սիրուն։ Արա քեզով այսել մտնես այդ ящика, արա աղաբաղ։ Что в черном ящике? Бана, что где, когда и... Игрушка наша, что где, когда. Что в черном ящике? Угадали? Пам-пам-пам-пам-пам-пам. Որոշել է ես մի սենյակին ասոբը ձեռք չտամ, բայց փաստորեն չստացվեց, պատը առաջ քաշեցի, ահագին շատ կեղտոտ էր, կրասկեցի, մի քիչ էլ ներկել դեռ տեղեր կամ երկրորդ սլոյն էլ կքսեմ հենա, տեսեք ինչ վիճակ ա եղել, սաղ տեղնած։ Եթե հիմա ուղակի կրասկա կսենք, մի քիչ սպիտակի մաքուրանա, փոխենք, ինչ կա չկա, հետո այդ պատերը պետքա կամ աբոյ քաշենք, կամ ես իմ ինչ հիմա էլ նենց սովածացել էի, կրասկիս բանկեն դրել եմ ըստ դրապկեն հետո նայեք ինչ եմ սարքել, սոված մեռնում եմ, այստեղ հաջապ սանդալ եմ դրել, որ էփվի, Վիտալ կամպանիան է, ինչա տենց կա, չէ, Ագեծորի մեր այդ Շամշադինի շրջանի Ագեծոր գյուղից, իրանց բանկաներից տեղ առել ենք, փակած պատրաստի հաջապ սանդալ էր, ընդհանրապես ավելացրել եմ կարտոֆիլ, մեկ էլ կանաչ լոբի ունեի սառեցրած, քաշել եմ, նայեք, իրար հետ լցրել եմ, հիմա այսա կարտոֆիլը էփվի, ինքը պատրաստ է, աղաքցել եմ, կանաչի գցեմ, всё, ըստ ճաշակի, ու այստեղ Ծիպուլ, առանց յուղի, մենակ թե փեչի ծխի հոտը չկա մեջը, այնպես որ եկեք անուշանենք ժողովուրդ, իմ գազի վրի աղա, ինչ կա սաղ թափված փոշուն, հեսա մաքրեմ սիրուն ցույց տամ, այս էլ մաքրեմ, մի խոսք ժողովուրդ ջան, հեսա ծիպուլ ենք ուտիլ, ուզեցի շրջեմ, տեսնեմ մյուս կոմը ոնց է էփվել, ասեցի բերեմ, նկարեմ ձեզ հետ շրջենք,
մի կողմը սենց է փելա շատ դանդաղա, մինչև կտական այսքանը ծիպոլ կդառնա, չգիտեմ, բայց այնքան կարոտել էի, էլ հնար չկար։ Չեսնա, այսօր առավոտվանից սոված եմ, հաց չեմ կերել ու սենց կարտոշկեն 2 հատ ավել էի, շատ էի սարքել, չուզեցի այդքանը լցնեի ճիշտն ասած աջապ սանդալի մեջ։ Ու որոշեցի սենց ծիպուլ անեմ, ժողովուրդ գյուղը նենց եմ կարոտել, Հայաստանը նենց եմ կարոտել, նենց կուզեի նոր տարին մի անգամ մամայիս, պապայիս օջախում իրանց հետ։ Դե հետը բացառվում արդեն, գոնեն նախկին հուշերի մեջ, նենց եմ կարոտում, նենց եմ ցանկանում, որ մի անգամ եմ որ ասում եմ, մի անգամ վերադառնաս մանկություն հետ գաս, չեք պատկերացնի ինչ հետաքրքիր ցանկություն է, հասկանալի զգացողություն, ասեն սիրտդ ուզում է սենց ոնց որ մի բանով կմճտած ու սենց պլասկակոպցին գցել են կմշտել, պատտացնում են, այ տենց ցավում է մեջ։ Ինքն էլ սենց սիրտը տա, չգիտես սիրտը տա, ստամոքսը տա, թե ինչը տա, չգիտես մի բան ցավ։ Հատ նայեք էս ինչ անտիրություն։ Կարակ բերենք, ցտու չունենք, ոչինչ, բայց կարակ ունենք։ Մեր հարցը հատկապես снежником на машине. Сейчас скажем ты макросвурка нас. Пожалуйста. Автоотчет керекатнемся. Давай, смотри. Четко где. Это указанное, у тебя жизнь как сахар. Десятый сахар. Я тоже живой человек, как все остальные. Ձեռքերս առավոտ շուտ ծնի մեջ, եկել կգրեն ասեն, վայ, թողիմ ձեռքերն եմ նորտել ծնի մեջ, լինի ես գնահատեք են ինչ վրտնեք А вот и зима наступила. Поехали. Ժողովուրդ, մի հատ նայեք, մեր հարևանների գլուխ գործոսնա։ Ձուն են տեսել, ձմեր պապիկ են սարքել։ Ովորդ են կանգնացրել։ Մի խոսքով արդեն լավ ձմեռ է։ Հույս ունենք նոր տարին սիրուն կսկսենք։ Եկել եմ տուն։ Առավոտյան երբ որ տնից դուրս եկա, մենակ տենակ ինչ տեսա։ Պադյեզդ եմ մտնում։ Արդեն գեղեցիկ զարդարված է մեր պադյեզդը։ Ինչի համար շնորհակալություն մեր կոնսերժկային։ Նայեք։ Յոլկա է դրված արդեն։ Յոլկային նայում եմ, այս տոնածառին նայում եմ զարդարված, այնպեսի մի հատ հարազատություն եմ զգում, չգիտեմ ինչի, ոնց որ ինչ-որ մի կապ քաշի, հա, այսպես ինձ։ Նայում եմ, նայեք, այս կարմիր, սերեբրիստի, կանաչ, սեռի, ռոզվի, գլատկի բոլոր շարիկները ես եմ տվել մեր կոնսերժին անցյալ թե նախանցյալ տարի։ Գագաթին էլ մի հատ սեռի էլի, այս ոսկեգույնները։ Ու տանը համարյա խաղալիք չեմ թողել։ Այնքան շատ ունեին խաղալիքներ, այս հասարակները համարել ու տվել կոնսերժին, մի խոսքով։ Ու որոշեցի, որ ես պետքա թարմացնեմ մեր խաղալիքները։ Տիկներ ջան, պատրաստվում եմ գնամ աշխատանքի։ Հələ այս գյուղին ոնց է քնած, եկել եմ տուն, ճանապարհին մտա խանութ, որոշեցի, որ այս գեղեցկուհուն հանել եմ, արդեն պետքա զարդարենք, որոշեցի, որ մեր տոնածառի խաղալիքները պետքա այս տարի ամբողջովին փոխեմ։ Ցույց եմ տալիս առևտուրս, նայեք, հրաշք գեղեցկություններ ու երեկոյան խոստացել եմ, որ ուղիղ եթերով պետք է անենք ամեն ինչը։ Ես դիթենո պտուղի ճյուղը շատ սիրուն էր, սենց հավանեցի այդ մի հատիկներ, թե չէ մի քանի հատ կառնեի։ Այսպես բացեմ առևտուրս, ցույց տամ ինչեր եմ գնել։ Վախենում եմ գիժը։ Վայ։ Չհաշված, որ աշխարհ շատ սիրուն խաղալիքներ էլ տանը ունենք, սենց, դեմ հոգավորին ուզում ատենային երբ հասցնելու վրա այդ ամեն ինչ քանդի թափի։ Ինչ եմ գնել, քանի որ ես առյուծ եմ, այդ ինչը կենթանակերպով ու ծնվել եմ ձիու տարին, գարասկոպով տրվում է, որ առյուծների համար ոսկեգույն գույնն է այս տարի ավելի բարեհաջող, չնայած որ չենք հավատում իբր թե տենց բաների, բայց ոնց կարանք չհավատանք, ուղղակի հետաքրքիր է։ Դրա համար որոշեցի այսպես ոսկեգույն գույնով տարվա գույներից է կանաչը, կարմիրը, իհարկե որ ոսկե գույնը, չգիտեմ ելում արծաթագույնը ասեցին։ Մի խոսքով ես այսպեսի համադրություն արեցի գույների, ոսկե գույնի հետ էս բաց կանաչավունները, իսկ ես կապույտ տիտիկները ուրիշ տեղի համար եմ առել, սրանք տոնածառի վրա չի լինի։ Ահա, նայեք ինչ գեղեցկություն է։
Այսպիսի սրանք բաղնիքի համար եմ գնել, այս առանձին ցույց կտամ, այնտեղ ուզում եմ փոխեմ ամեն ինչ։ Այսպիսի գեղեցկություն, կիսա կանաչ, կիսա դեղնավուն, կիսա սենց նման մի հատ եւս գեղեցկություն։ Այսպիսի գեղեցկություններ։ Ուրեմն այս ամենքը հիմա կտեղափոխենք մեր տոնածառի վրա, բայց կմիացնենք ուղիղ եթեր նոր։ Հիմա գնում եմ գործի կամ, նայեք շատ սիրուն են, շատ հետաքրքիր հավաքածու ստացվեց այսպես, թիթեռնիկներով, այնա մի հատ պաճկա ոսկեգույն տարբեր ձևերի վերցրեցի ոսկեգույնները, իսկ սրանք էլ ինչպես միշտ կողքը նստած կոնտրոլ կա, տանեմ դնեմ բաղնիքում, հները արդեն սիրուն չեն փոխեցի, սրանք հավանում եմ այս ռիբրիստի բաները մոդային ընկել արդեն նորություններ են, սիրուն են։ Չեմ ամ քարա թե պլաստիկա ինչ որ չեմ ճոգում տանեմ բաղնիկ փոխեմ այդ միլնեցաները մինչ իրոնիկայ ու գնամ գործի կգամ հետո կմիացնենք եթերը բոլոյին բուծուրս որտեղ է բարձացել որտեղից է ինձ ճանապարհում ես գնում եմ գործի շատ եմ ուշանում դու վրի ծուր ոյ կորանամ շայ գնամ գործի գամ են շկաֆը բաց ա եղել դուռը այն ящикները չանկրտելով թռե բարձացել անդե всё թռա գնամ գամ այս ամեն ինչ կհավաքենք միասին բացիկներ գժուկս գնացի գործի դու այդտեղ մնա աչքերից չընկնի լույսը Իմ շատ սիրելի հետևորդներ, արդեն ժամը 10:30 է, ավարտել եմ աշխատանքս, գնում եմ տուն, շատ հոգնած եմ, չգիտեմ, եթե ի վիճակի լինեմ էֆիր միացնեմ, թե չէ, բայց գնում եմ տուն ու պետքա որ էֆիրը միացնեմ ու ձեզ հետ մեր տոնածառը զարդարենք, ինչպես խոստացել էի, դե հիմա կստացվի, չի ստացվի, գոնե այսպես տեսանյութ կթողնեմ ձեր համար, մութ է արդեն, լույսերը վառ, տոնածառներով, Իհարկե բոլորդ գիտեք, որ ուղիղ եթերով տոնածառներ զարդարեցինք մեր, իսկ հիմա ցույց եմ տալիս մի ուրիշ փոքրիկ գեղեցկություն, ահա այսպիսի գեղեցիկ տոնածառ։ Հիմա արդեն ամսի 29-ն է եկել եմ սալոն աշխատանքի եղունգներս Մարիի մոտ նստեմ մի հատ վերականգնեմ, վերանորոգեմ եւ շարունակենք մեր кյանքը, մեր Вот и зима наступила, уже и я тут на работу собираюсь. Ժողովուրդ, բարի լույս, вот зима наступила, մի հատ խեր չկա ձնից, բայց դե ջար չկա, ձյուն, ձմեր, շուշեքս կպելա չի իջնում, մի կերպ մաքրել եմ, տենակ չոտկերը կբացի, վաու, գոնե չոտկերը մաքրել, գնամ աշխատանքի, չուշանամ, այստեղ էլ, գեղեցիկ ձյուն ձմեր, նայք իշքանա ձյուն եք եմ, 15 սանտի ձյուն անստեղ հինը աղագին, Բա ինչ չեք ուզում տեսնեք, բոլորիդ բարի լույս, բոլորիդ նախատոնական օրերը շնորհավոր, հենց որ պրծնեք այդ բլինչիկ-մլինչիկից, Բարի ուտեք, անուշ ուտեք եւ բարի նոր տարի լինի երեխեք ջան։ До Нового года еще успеем увидеться, встретиться, մինչև նոր տարին դեռ կտեսնենք, ու եթեր միգուցե կարողանամ անեմ, որ չկարողանամ էլ, անպայման ես ձեզ հետ եմ չմոռանաք, ինձ ես չեմ մոռանում, սրտիկներ ջան։ Այս բոլոր սրտիկները ձեզ, սա իմ սրտիկն է, հանկարծ ուրիշ բաներ չասեք։ Բոլորից շատ սիրում եւ հարգում եմ, չմոռանաք ինձ։ Անտանելի տեսանելիությամբ հիմա պետքա ես մեքենան բարեմ, որ սաղ ասում են գնանք Մոսկվա ապրենք, ինչ կա երեխեք ջան ստեղ, չնայած Հայաստանն էլ հիմա լավ ձյուն է եկել, հավեսով ձմեռը, չնայած բոլորիս լավ որ ժողովուրդ գնացի աշխատանքային վերջին օրս է, հույս ունենամ լավ կանցնի ամեն ինչ տարին կփակենք գոնե 2-3 օր ականջներս դինջ կլինի ամեն ինչից, թե աշխատանքից, թե պարտականություններից, գործերի, վարկային, բանկային, աշխատանքային եւ բոլոր գործողություններից երեխեք ջան, բոլորիդ լավ որ Սիրելիներս, ահա եւ վերջ աշխատանքային օրերս ավարտվեցին, երեկոյի արդեն տունն եմ եւ զբաղվում եմ տնային գործերով, երեկոյան էֆիր եմ միացրել, զրուցել ենք, բլինչիկներ, էսկում ենքում, մի քիչ սենց սիրունացրեցի։ Հետ էլ ես եմ աշխատանքից նոր եմ տուն եկել, այսօր դեկտեմբերի 30-ն է արդեն, դեկտեմբերի 30-ը շատ հոգնած եմ, Մտել եմ տուն ու միտքն եմ անում, ես ինչ պետք է անեմ, ինչից սկսեմ որտեղից, սկսում եմ ինչպես միշտ լվացքի մեքենայից, սկսենք մեր լվացքի մեքենայից եւ իհարկե գնանք սկսենք մեկ էլ պասուդամոլիկայից, ուրիշ ձև չկա, գործեր ունենք անել, այսօր ամսի 30-ը աշխատանքի եմ եղել, հետո գնացել եմ նալոգային իմ բոլոր պարտականությունները կատարել, եկա տուն, էսի լցնենք այստեղ, մյուսը լցնենք տեղաշորը փոխած էր արդեն զաբրավկայի արել, նոր դուրս եկել ժողովուրդ ջան, ասեմ, հիմա լցնեմ, լվացքս լվանամ, այստեղից էլ մի հատ սրանից հանենք, որ տներ են, որ ասում հավաքած մաքրած լինում, արդեն են, որ ասում ոչ մի կադրից չես բանանում, հա, այսպես մի խոսքով էսի լցրեցինք ստե, սենց, ոյ, Այդ որտեղ է իրարը, որ ես կով եկավ մտավ ես մի խոսքով, մեկ էր դուրս կգատեից մեր վազքի մշիները ծածկենք, իրենց բոլոր հարմարանքներով այսպես տեղադրենք այստեղ, խլորկիքսիձինը միշտ ստեղ ալինում, չգիտեմ, որ տնեմ առայժմ սես թողնա, մի խոսքով ժողովուրդ ջան գնացինք
Տիկներ ջան, պատուհանները լվացել եմ, սիրուն, այսպես դասավորել եմ, ծաղիկները այստեղ եմ բերել, բալկոնի պատուհանից շատ է ուժեղ ցուրտ գալիս։ Այն մյուս ծաղիկը թողել եմ ներսում, բայց տոնածառը որ դնենք խանգարի արդեն, ավելի ճիշտ դրել եմ արդեն խանգարումա։ Ինչ եմ ցույց տալիս, այսօր դեկտեմբերի 30-ն է արդեն, բայց ամեն դեպքում մաքուր պատուհանները մի անգամ ցույց տամ, տեսեք, գեղեցիկ ձյուն է եկել, աչոտ եմ անում եմ, որ ասում է, տարին փակում ենք։ Սիրուն ծաղիկներ, այս ծաղիկները իմ ծննդյանս օրից մինչև օրս առած է, այստեղ է ու այսպես ծաղկած է դեռ։ Մատին չի տվել, թե որ փչանա կամ դեղնի, փոխվի, չգիտեմ։ Ինչ լավ է մշտադալար կանաչ ծաղիկը։ Նայեք, ցույց եմ տալիս ձյուն, 30 ամսի 29-ից ձյուն գալը սկսվել է, այսօր 30-ն է, բավականին շատ ձյուն է եկել։ Ես եմ երևում հայելու մեջ։ Կարևորը պատուհանները լվացել, մաքրել ենք շատ սիրուն է, վարակույրներ քաշեցի, ծաղիկները հետը այդպես գեղեցիկ պառը ստեղ որ կա, այս տակ ինչա կոչվում է սատի անունը։ Ինքը տաքացնում է, մի խոսքով շատ լավ է ծաղիկների համար, դրսից ծառը օդ է գալիս, ներսից մի հատ է, տեսեք էսով եկավ, հիմա վերջնական հիմնական այս սենյակը դեռ այստեղ այսպիսի խառնիճաղանճ վիճակ է, շկաֆը տեղափոխել եմ այս կողմ, մի քիչ ձևափոխել եմ, վերջում ցույց կտամ ինչպիսին է ամեն ինչ, հայելին հանել եմ, ամբողջությամբ լվացել եմ, ну вот и все, эта комната тоже уже готова, տեսեք ենով ալի, привет, այսպես ժողովուրդ, սիրունացրել եմ, հավաքել եմ, ակուրատնի այսպես, սիրուն, ծաղիկներն են այստեղ, պատուհաններն են մաքուր, Փիսիկս այստեղ էլ այսպես, կրասկես բանկ են մնացել է, վերցնեմ, ավարտվեց սրա աշխատանքը նույնպես, երեխու սենյակում ուղղակի սենց մի երկու հատ խաղալիք եմ կախել, ծիտիկներս ընդեղ են, երկու հատ ծիտիկներ Արսենի սենյակում, այսքանը հերիքա, գնացինք, դուրս եկանք այս սենյակից ու այսքանով ասում եմ բոլորիդ նոր տարին շնորհավոր, կհանդիպենք հաջորդ տարում։ Առայժմ սիրելիներս թող ուրախության եւ բարության տարի լինի, հաջողություններ բոլորիս ընտանիքներում լինեն, առողջությունն ու խաղաղությունն էլ անպակաս լինի։ Ну, все видно в моем телефоне. Даже Android видит. Это мой подарочек, мой хороший. Подождите, что мне купили? Что мне купили, с тобой буду делиться, подожди, наверняка. Ух ты. Пиццамейкер всегда что-то новенькое. Что-то? Как раз не говорит, что лучше порви. Ух ты, ух ты, ух ты. Спасибо большое. Это специально для пиццы, что ли? Не только, это просто так называется. Ух ты. Покажи мой классный подарочек. Молодец. Аккуратнее. Кто больше всех обрадовался? Главное, что упаковочка фиолетовая. Ну, сама оранжевая такая. Коробку выбросим, это не надо, нам дома много чего есть. Скажи, что за красота прям, господи. Красиво. Какой размер. Ух ты, ух ты, ух ты. Открой, я уже не могу терпеть, что там. Это специально... Она же специально для пиццы, но тут всякое можно делать. Конечно, какой красивый. Спасибо, Кянг. Короче, тут таймер, он заводится, как и все, и выключить возможно. Ага, он сам выключит. Я так его закрыл в коробке, он еще минут 10. Да ее если отключить. А, нет, все, я поняла, таймер не выключится. Таймер не всегда. Спасибо большое, Цаватана. Видите, какой хороший мальчик у меня, сыночек. Маме подарок купил. И все придумано, все в фиолетовом. Можно выключить. А, значит, танджатвума. Спасибо, Балес. И упаковка фиолетовая, и ящик фиолетовый, и магнитик фиолетовый, лук. Ну это уже, кстати, случайно. Лук или рыба. Это тоже случайно магнитик делает. В общем, Жоговурт, Саэль Меш, наверное. Наша первая поездка. А, Пись? С Новым годом тебе, мой хороший. С Новым годом. Жоговուրտ, կանգնել ենք բենզին լսնենք։ Ուր էլ գնացել ենք, գնում ենք տուն, գեղեցիկ սիրուն նոր տարի ենք ունեցել, սիրան, վոխենում ավտոյի մեջ։ Վիա, что хочешь, убегать хочешь, я тебе не дам.